Ես այն օրը հանդիպում եմ ունենում եւ մի ինտենսիվ այդպիսի այգու բանի ջերմոցի սեփականատեր հարցեր է բարձրացնում, ասում է ես ոչ մի աջակցության ծրագրից չեմ օգտվել, ես արել եմ իմ ներդրումը։ Ու սկսում է պատմել իր խնդիրների մասին, եւ ես հասկանում եմ, որ դա չհաշվարկված ոչ էֆեկտիվ ներդրում է։ Որովհետեւ երբ որ աջակցության ծրագրից օգտվում են, մենք հնարավորություն ունենք նաեւ այդ ստանդարտը ինչ որ առումով ասելու, որ գիտեք, ինչ ստանդարտով եկեք աշխատենք, որովհետեւ եթե ստանդարտով չենք աշխատում, այդ աջակցությունը չի լինելու։ Դա փոխադարձաբար էդ էլ է կրթական process եւ այլնի եւ բիզնեսի եւ կառավարության համար։ Սա շատ կարեւոր երկխոսություն է։ Երբեմն մեզ թվում է կառավարություն, երկխոսություն, բանը ֆորմատն է, որ գալիս ենք նստում ենք ու ժամերով սենց խոսում ենք։ Խոսում, սրանից ավելի լավ երկխոսություն չկա։ Քիչ բառեր, շատ աշխատանք։ Եվ արդյունք։ Ես ասում եմ, հիշում եք դուք պարոն Պապոյան, այն օրվա խոսակցությունը։ Հենց բաներ է խոսում, ուզում ես ասես, եղբայր դուք ո՞ր թվից եք ընդհանրապես։ Այսինքն այնց բաներ են խոսում, որ մենք այդքան շփվել ենք, չենք լսել։ Վաղուց տենց բաներ ես չէի լսել։ Վաղուց տենց բաներ չէի լսել։ Եվ չզարմացա, երբ որ պարզվեց այն քիչ դեպքերից է, երբ որ ջերմոցը հիմնվել է առանց մեր աջակցության ծրագրի։ Իսկ նրանք, ովքեր մեր աջակցության ծրագրերով են հիմնել, նրանք ուրիշ ստանդարտով են խոսում, նրանք ուրիշ ստանդարտով են մոտենում հարցերին եւ նույն երեք ինչ որ տեսանք արդիկում։ Մարդիկ գործիքներ են, բանը ինչա լիզինգի ծրագրով սարքավորումներ են ձեռք բերել, որ ինքը հասկանում եք քաղաքակրթական փոփոխություն է Հայաստանի Հանրապետության համար։ Քաղաքակրթական փոփոխություն է։ Ասենք ուրիշ բան որ չլինի, որ ասենք մենք գնացինք տեսանք, որ տենց սարք կա, դա արդեն ինձ համար գիտելիքի մի նոր մակարդակ էր, որ գնացինք տեսանք տենց սարք կա։ Սարք կա, որ ուլտրամանուշակագույն ճառագայթով սնկային հիվանդությունները բան անում, կանխարգելում է։ Եվ մենք պետք է ամեն ինչին տենց վերաբերվենք։ Եվ էսա մասնավոր պետություն համագործակցությունը ես սենց եմ պատկերացնում։ Եվ ընդհակառակը նենց չեմ պատկերացնում, որ գալիս են ասում, այս հարկից ազատեք, այս հարկից ազատեք, այս հարկից ազատեք, այս հարկից ազատեք, բան, այս տվեք, այն տվեք, այն տվեք, այն տվեք։ Ոչ, սա մենք մոդելը գտել ենք, եւ լիզինգի ծրագիրը մեր ամենամեծ պորտֆելն է։ Սա նշանակում է, որ մենք էլ ենք գոհ երջանիկ, մարդիկ էլ են գոհ երջանիկ։ Այսինքն դա ստացվում է մի տեսակ ավելին ավելի դիմաց, այսինքն ջանքը ջանքի դիմաց։ Այնտեղ որտեղ ջանք չկա, չի կարելի խրախուսել ջանքի բացակայությունը։ Պարզապես չի կարելի խրախուսել ջանքի բացակայությունը։ Եվ ընդհակառակը չի կարելի չխրախուսել ջանքը, հասկանալով, որ երբեմն նաև ձախողումներ կլինեն։